Ավետիք Իսահակյան Արջն ու օձը Ինչպես եղավ, որ մի անգամ արջն ու օձը դարձան ընկեր։ Ընկեր դարձան ու բարեկամ։ Մեկս քնի, մեկս սկե, իրար շահենք, իրար պահենք, ընկերովի կյանք վայելենք։ Այսպես ասին, երդվեցին, իրար ազնիվ խոսք տվեցին։ Անցավ այս կերպ մի ժամանակ, և շարունակ երկու ընկեր սիրով, սրտով, նստան, ելան ու քուն մտան, կարգով, հերթով։ Սակայն օձի սողքը բեկ-բեկ դուր չէր գալիս արջին երբեք։ Օրվա մեկը արջը ժայռին թիկն էր տվել արև կողի։ Հանկարծ օձը ոլոր-մոլոր եկավ, ասես գաղտագողի։ Վախ ու կասկածն առավ արջին, ելավ կանգնեց նստած տեղում։ Ես ծուռումուռ գնացողին, ընկեր լինի թե կաթնախպեր։ Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում։ Գոռաց այսպես և թաթն ուժգին դրեց սեղմեց օձի գլխին ու մյուս թաթը օձի մարմնով մինչև պոչը քաշեց թափով, ապա մոտիկ հոսող գետին հանձնեց օձի անկենդան դին։ Եվ նայելով ջրերի հետ նետի նման սուրող օձին, գոհ մրթմրթաց բեղերի տակ։ Այ, ընկեր էսպես շիտակ պիտի լինի, դե շիպ շիտակ գնա հինի։